Նիկոլ Փաշինյանը հիմա էլ պատրաստվում է հարձակվել հայ առաքելական եկեղեցու վրա, ըստ ձեզ ինչու եւ ինչի կարող է հանգեցնել դա։ Ես вообще չեմ ուզում Փաշինյանի երեսը տեսնել։ Նրա ասածները իմ համար զերո է։ Որտեղ ամբողջը սուտ է խոսում։ Հիմա էլ արդեն եկեղեցիների հետևից է անկել։ Ես ինչ կարող եմ մարդուն ասել։ Գիշ խոսում է էլի։ Պատվալ ասում, դե չուլան ասում, ես ինչ ասում։ Ինքն էլ իր կինն էլ։ Աղջիկյան դրան բոլորը խաղեր են։ Դրսից ասում են ինքն էլ անում, հա։ Ես մի բան կարամ ասեմ, որ ամեն ինչ սկիզբն էլ ունի, վերջն էլ ունի, բայց սրանք հայ չեն ու շատ դաժան վախճան են ունենալու, շատ դաժան։ Հիմա իրանք չեն հասկանում ինչ են անում, ասենք են վերևինները իրանց վախից են այդ ամեն ինչ անում։ Վերջը գալու է, հաստատ, միանշանակ գալու է, բայց ինչքան շուտ այնքան լավ։ Ես вообще ոչ հետաքրքրվում եմ իրանից, ոչ էլ абսոլյուտնի նոլ։ Քանի որ ճիշտ աթոռների վրա չեն նստած ընտրյալները, ուրեմն միշտ իրանց խաչումը տեղի կունենա, այսինքն հակադրությունը, հա? Ոչ նա է իր ճիշտ աթոռին նստած, ոչ էլ նա, եւ արդյունքը սա է։ Okay? Հարձակվել է եկեղեցու վրա, որովհետև միակ Արցախի պաշտպան միայն դուրս եկավ եկեղեցին, այսինքն կաթողիկոսը ասեց, որ մենք Արցախը երբեք չենք մոռանալու եւ պետք է վերադառնան Արցախ։ Փաշինյանն այդ բարձր ջղատում է, հերվայնացնում է։ Ինչի կհանգեցնի այս պատերազմը եկեղեցու հանդեպ։ Շատ ծանր վիճակ կանրադառնա, ոչ թե մենակ մեր հայազգի, այլ օբշի քրիստոնյա ազգի։ Սա կործանման է հանգեցնում, ինչի պետք է հանգեցնի, ու իր արարքները բոլորն էլ ոչ ադեկվատ մարդու արարքներ են։ Վաղ թե ուշ փախնելու են, բայց էլի կբռնեն դրսում։ Մարտի 1-ին ոնց արեց, բերեց ժողովրդին կրակի բերան, զոհեր, ինքն էլ թռավ, փախավ գնաց։ Նույն ձևից տեղը անելու են իր այն, որ կանգնած են, կողքեր են, կներեք զոմբիները, իրանք չեն հասկանում ինչ են անում։ Չգիտեմ, ես մենակ մի բան կա ինքը հայ չի։ Մարդ հա եկեղեցու վրա հառակում կանի, արձակում կանի, այդպես բան չի լինի, մենք հա ժողովուրդ ենք։ Չես կարողանում արդեն կողմնորոշվել, ով ինչ ոնց։ Ինձ համար շատ մեծ հարցական է, բոլոր կողմերի հետ կապված։ Եկեղեցի նկատմամբ ոչ մեկ ներավունք չունի։ Եկեղեցին դա Աստծո տունն է։ Ոչ մեկ ներավունք չունի դրան ինչ որ մի որոշ ձևով պատճառաբանել։ Դե ուրիշ արդեն մարդ չի մնացել, հարձակվի, հիմա դրա եկեղեցու վրա է հարձակվում, հետո արդեն սովորական ժողովրդի վրա կհարձակվի։ Բանը բզբզում է ժողովրդին, երեխա ունի, երեխա չունի, գնա տես քո երեխեքը որդից են ինչ են։ Ընտրությունը ճիշտ չի արված կադրերի մեջ, դրա համար սենց իրար դիուտեն, մենք էլ արանքը պիտի ուժենք։ Հնարավոր է հանրության շրջանում բողոքի ալիք բարձրանա։ Հնարավոր է եւ հարկավոր է։ Շատ հնարավոր է։ Ոչ թե շատ հնարավոր է։ Ոտքի պիտի կանգնեն։ Ոտքի պետք է կանգնեն։ Ժողովուրդը ոտքի, ուրիշ ճար չկա։ Դի բոլորը ոտքի կանգնեն։ Հիմա կաթողիկոսը կբե, ես հա բոլորս էլ ասենք իմացել ենք, եղել է, հələ մի հատ դու գնա քեզ նայի։ Դու քեզ նայի ու այն դիմացինին նոր քննադատի։ Ես կարծում եմ, որ պիտի բարձրանա արդեն, որտեղ նենց ատելություն է գնում ժողովրդի մեջ, որ ճիշտն ասած անսպասելի էր էլի, իր տոկոսը լավ իջնում է արդեն, եթե չասենք իջել է։ Ամեն ինչ էլ հնարավոր է։ Մեզ էլ կարծիքով սա ինչի կհանգեցնի։ Կհանգեցնի այն, որ Հայաստանը ոնց Ղարաբաղը հանձնեց, այնպես էլ Հայաստանը կհանձնի։ Սպասեցեք մի քիչ։ Մյուս տարի կերևա էլի, ես ախմախ է թալվա թե մնալվա։